մեր պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու փուլը ավարտեցինք։ Բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրեցինք մեր փաստարկները։ Այլ կերպ ասած, հաստատապես կարող եմ ասել, մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Միանշանակ է։ Փուլային իմաստով անկեղծորեն Ժորժ ջան, մեր նշաձողը բավականին ցածր է ակնկալիքի։ Մենք չենք ուզում 100% ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում։ Մի բան իհարկե շատ հստակ է, որ ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը չափազանց կարևոր է եւ մեզանից յուրաքանչյուրը դա զգում է։ Լինի դա նիստերի դալիճում, լինի նիստերի դալիճից դուրս։ Ապրեք դուք, ժողովուրդ ջան։ Կրկին մենք ակնկալում ենք, նույնիսկ կարող եմ հենց այդ տոկոսային սանդղակը օգտագործել, իհարկե նման տեսակ թվային ցուցանիշները իրավաբաններին բնորոշ չեն, Նարեկը Կարապետյան շատ ավելի լավ նշված մասը կարող է ներկայացնել, բայց իսկապես կարծում եմ ինքն էլ համաձայն կլինի 5-ից 10%-ը առավել քան բավարար է, որ իսկապես այս միջնորդությունը ուղղակի մերժվի, 5-ից 10% իրավաբանություն։ Հիմա մենք փուլային իմաստով գտնվելու ենք այն հատվածում, երբ դատարանը ինքը հարցեր է տալու մեզ։ Ես հասկանում եմ, ժողովուրդ ջան, իսկապես 3 այսօր այսքան երկար տևող նիստ, եղանակային պայման, բայց դուք ցույց եք տալիս, որ այդ ամեն ինչը երկրորդական նշանակություն ունի կամ երրորդական, չորրորդական, հինգերորդական։ Դուք ցույց եք տալիս, որ դուք այստեղ եք մի պարզ հարցի համար, որ լինի արդարադատություն, որ լինի արդարություն եւ լինի ազատություն։ Ազատություն, 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 Կներեք Ժողովուրդ ջան։